Մեթյու Հենրի, Ամենօրյա ընթերցանություն, օր մարտի 30։ Բարի արիր Տեր քո ծառային քո խոսքի պես։ Սաղմոս 119-րդ գլուխ 65-րդ խոսք։ Անկախ նրանից, թե ինչպես է Աստված վարվել մեզ հետ, նա վարվել է մեզ հետ ավելի լավ, քան մենք արժանի էինք, և ամեն ինչ արել է սիրով և մեր բարօրության համար։ Շատերն ունեն գիտություն, բայց սակավ դատողություն, իսկ նրանք, որոնց մեջ երկուսն էլ համատեղված են, ամրացված են սատանայի ծուղակների դեմ և պատրաստված Աստծո ծառայության համար։ Մենք առավել հակված ենք հեռանալու Աստծուց այն ժամանակ, երբ աշխարհում հանգիստ ու ապահով վիճակի մեջ ենք։ Ուստի հարկ է մեր գործերը հանձնել Աստծո տնօրինությանը, որովհետև չենք գիտակցում, թե իրականում ինչն է մեզ համար բարի։ Տեր, Դու ես մեր առատաձեռն բարերարը, խոնարհեցրու մեր սրտերը դեպի հավատք և հնազանդություն։ Սաղմոսերգուն վճռել է շարունակել իր պարտականությունը հաստատակամությամբ և վճռականությամբ։ Հպարտները լցված են այս աշխարհով, նրա հարստությամբ ու հաճույքներով, և այդ ամենը նրանց դարձնում է անզգա, ինքնավստահ և թմրեցնում է նրանց հոգին։ Իսկ Աստված այցելում է իր ժողովրդին նեղություններով, որպեսզի նրանք սովորեն նրա օրենքները, ոչ միայն Աստծո խոստումները, այլև նրա օրենքն ու պատվիրանները։ Թեև չար մարդկանց համար դժվար է սիրել նրա խոսքերը, միևնույն է, նրանք ցանկալի և օգտակար են մեզ համար, քանի որ նրանք մեզ անվտանգությամբ և ուրախությամբ տանում են դեպի հավիտենական կյանք։ Սիրելիներ, շատերն ունեն գիտություն, բայց սակավ ճշմարիտ դատողություն, իսկ նրանք, որոնց մեջ երկուսն էլ միավորված են, ճիշտ կերպով ամրացված են սատանայի ծուղակների դեմ և առատապես պատրաստված Աստծո և իրենց սերնդի ծառայության համար։ Այս աղոթքը հաստատվում է նաև մի աղերսով. «Բարի արիր Տեր քո ծառային քո խոսքի պես, բարի իմաստություն և գիտություն սովորեցրու ինձ, որովհետև հավատում եմ քո պատվիրաններին»։ Որտեղ Աստված բարի սրտի հետ նաև բարի միտք է շնորհել, այնտեղ հավատքով կարելի է աղոթել, որ նա առավել ևս լիացնի և կատարելագործի այդ պարգևները։